Գրիգորյան, հանուն ինչի ընտրեցիք եւ հանուն ինչեր ձեզ կմասում։ Հանուն ընտրեցի մեր վաղվա ապագայի, մեր եկեղեցու համար, մեր հավատքի եւ մեր վաղվա օրվա համար։ Տիկին Գրիգորյան, ինչու եք ընտրել հենց Ժառանգություն կուսակցության հետ մասնակցել այս ընտրություններին եւ ինչ կարեւորություն ունի ձեզ համար։ Ես բազմիցս նշել եմ, որ Ժառանգություն կուսակցությունը այս կուսակցություններից բոլորից միակ կուսակցությունն է, որը ոչ մի քաղաքական աժոտաժների մեջ չի եղել։ Դա ինձ թվում է բավական է։ Եվ ինչպես կգնահատեք ընդհանուր ամսաշրջանը, ինչպես անցավ արձանագրվեցին ընտրախախտումներ, արդյոք այս ֆոնին հնարավոր կլինի արդար եւ ազատ ընտրություններ իրականացնել ու անցկացնել։ Ընտրախախտումները բոլորդ էլ նկատեցիք, պետք չի բարձրաձայնել, ինքներդ էլ տեսնում եք եւ եթե մարդիկ չհուսաթափվեն, պայքարեն, այո, նրանք արդյունքը կտեսնեն։ Տիկին Գրիգորյան, ձեր քաղաքական ուժը օրինակ պատրաստ է կոալիցիա կազմելու, եթե որևէ ուժ բավարար ձայն չհանի։ Նախ մենք պայքարում ենք հաղթանակի համար, բայց իհարկե 4 ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելու ենք անխտիր, բացի նշել եմ եւ նորից կնշեմ ՔՊ-ից եւ Արամ Սարգսյանի կուսակցությունից։ Եվ եթե այնուամենայնիվ իշխող կուսակցությունը իջմիացնում հաղթանակ տանի, հա, որ ինչ հետագա քայլեր եք պատրաստվում իրականացնել։ Ես ասել եմ, նորից կասեմ, մեր պայքարը այդ ընտրություններով չի սահմանափակվելու։ Մենք անգամ ենք պայքարելու, որ այս իշխանությունները հեռանան, դա թող բոլորը իմանան։ Իսկ եթե իշխանությունները հաղթեն, դա ասել եմ ու նորից կասեմ, դա կլինի մեր հոգևոր մայրաղ քաղաքի վախճանը։ Դուք ինքներդ էլ տեսնում եք ինչ են անում նրանք մեր եկեղեցու հետ ու պարտությունների սիմվոլ դարձած այս աղանդավոր իշխանությունները մեզ տանում են դեպի կործանում։ Ինչ եք կարծում, Արգիշտի Մեխակյանին կհաջողի խոյի խոշորացված համայնքում ընտրողների ձայների մեծամասնությունը հավաքել հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոյը միացվեց վաղ շաբաթին, հա, շատ արագ կերպով եւ ըստ ձեզ ինչու այդպես արվեց։ Ըստ ինձ ասելու կարիք չկա, տեսնում եք, որ ինչի արեցին, որ վախենում են, որ վաղաշաբաթին չի ընտրի նրան, որ գոնե խոյով կարողանան անցնել, հաղթանակ ունենալ, բայց չի լինելու դա։ Այս ժողովուրդը այնքան է հիասթափված նրանցից, որ նրանց հաղթանակը չի լինելու։ Եվ ես ուզում եմ ասել, որ ուզում եմ կապ չունի ընդդիմադիր որ ուժը կլինի։ Մարդիկ չնստեն տանը, գնան եւ ընտրեն։ Իրանց այդ չընտրելու արդյունքում կլինի ՔՊ-ն, բայց եթե նրանք մի րոպե թեկուզ տրամադրեն գնան իրենց ձայնը տան ցանկացած ընդդիմադիր ուժի, մենք կունենանք ազատ անկախ հայրենիք եւ հավատքով ամենակարևորը։ Իսկ ինչպեսի տրամադրվածություններ, հա, Քարոզարշավի շրջանում մարդկանց որ պատրաստ էին ընտրությունների գտան։ Այո, շատ դրական, ճիշտ է, մարդիկ կային, որ հիասթափված էին, մտածելով, որ իրենց ձայնը տեղ չի հասնի, բայց այս հիասթափությունը բերեց այս ամեն ինչի, որ մենք կորցրեցինք Արցախը։ Քաղաքացիական պայմանագրի մի շարք ներկայացուցիչներ հայտարարում են, որ Էջմիածնում Գյումրի 2 չի լինելու։ Ինչի մասին է խոսքը եւ արդյոք մտավախություն չկա, որ ընդդիմադիր որևէ ներկայացուցիչ, եթե ընտրվի, միևնույն է համայնքը կմնա առանց ղեկավարի, որովհետեւ փորձը ցույց տվեց, որ ընդդիմադիր ուժերի երբ ընտրվում են, հա, շատ արագ քրեական գործեր են նրանց նկատմամբ հարուցվում եւ Ընդդիմադիր 4 ուժերն էլ գիտակցում են, որ մենք էլ նրանց հետ, որ ընտրվելու դեպքում լինելու է քաղաքական հետապնդում, ամեն ինչ էլ լինելու։ Այս իշխանությունները տեսնում եք, անգամ խոսքի ազատությունն են սահմանափակում, դուք ինքներդ տեսաք 2 տղաներին ոնց տարան։ Եվ Գյումրի 2-ի հետ կապված ինչ են նմանատեղությունները։ Գյումրի 2-ի, որովհետև նրանք գիտակցում են, որ հաղթանակ չեն ունենելու։ Դրա համար անդադ շոշափում են Գյումրի 2-ը։ Նրանց հանրահավաքը տեսնելով դուք արդեն պետքա հասկանաք նրանց պարտությունը։ Ամբողջ հանրահավաքին մասնակցում էին քաղաքացիական պայմանագրի падգամավորները։ Իսկ մնացած այլ ընդդիմադիր ուժերը իրենց հանրահավաքը արել են ինքնուրույն, առանց ինչ-որ մեկի միջամտության, առանց ինչ-որ մեկի, չգիտեմ, ցուցադրության, առանց ինչ-որ մեկի PR-վելով։ Եվ դուք արդեն ձեր մտավախությունը հայտնեցիք, որ ընտրվելու դեպքում եկեղեցու դեմ, հա, այս գրողները, եկեղեցականների դեմ քրեական գործերը կշարունակվեն, այս մասով ձեր կարծիքը եւ առհասարակ այս արշավի մեկ անգամ Այս արշավին ես շատ բացասական եմ վերաբերվում, իսկ քննադատում եմ եկեղեցու հանդեպ ճնշումները։ Ես բազմիցս նշել եմ, եթե իմ հայրը լիներ ողջ, այս ամենը երբեք թույլ չէր տա։ Եվ դուք ինքներդ էլ տեսաք, որ այս իշխանությունները ինչի բերեցին իմ հորը։
եւ այս ընտրությունները տեղի են ունենում, քանի որ Դիանա Գասպարյանը հրաժարական տվեց նրա հարազատների, մտերիմների եւ իրեն մերձ անձանց հետ կապվում են մի շարք էլիտարական գործեր, խախտումներ եւ այլն։ Արդյոք այդ ֆոնին քաղաքացիական պայմանագիրը նորից հնարավորություն կունենա ընտրվելու եւ Դիանա Գասպարյանի ղեկավարման օրոք ինչ վիճակում է իրավիճակը իջնում։ Դիանա Գասպարյանի մասին չեմ ուզենա պատասխանեմ, թող իր կուսակցականները պատասխանեն։ Դիանա Գասպարյանի տեղակալը եղել է Արգիշտ Մեխակյանը, թող նա պատասխանի այդ մանրամասն հարցերին։ Այդքանը։ Շնորհակալություն ձեզ։